Սառած ճամփի խերը։ Ախպե մի հատ աղու ավազ չկա լցած։ Որ աղու ավազը լցածը լեին։ Նայ։ Ողջույն, Ժողովուրդ ջան, տարիների շնորհավոր։ Սառած ճամփն է։ Դու խեղճը ոնց ասին, այ սառած հազիվ էթում է։ Այ ճանշինը մեռնի։ Ժողովուրդ ջան, մի վարքյան էս կողմ։ Շանքշան ջան։ Ճանշինը որ աղու ավազ լցածելները մի մենք տունը կլնեինք։ Ստեղ չէին կլնի, դեպք չէր լինի։ Դուրս անի, հետ գնա։ Նայ, փայլում է, նայ։ Դուրս եկեք, դուրս։ Նայ, փայլում է։ Նայ։ Տղեր որ հիվանդանոց են տարե։ Արմենը 3 վիրավոր, չէ։ Երկու ուղևորին է տեղափոխել, վաղորդել։ Այսի դիմապակին է, չէ, այսի դիմապակին է։ Հունվարի 1-ն է, Զովունի Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով, մերկասառույցը որն է, սահադաշտի պատճառով բախվել են Նիվան եւ Հոնդա Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով կա 3 վիրավոր, որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիները եւ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Եղվարդ քաղաքի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շտաբ օգնությունն է, չէ՞ տարե։ Բժիշկները վիրավորներին, որոնցից 2-ը երեխաներ են, անչափահասներ, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի եւ վաշտի դասակի հրամանատար Սահա Գալստյանի գլխավորությամբ քաղաքացիները նշում էին, որ քանի որ ճանապարհը սառած է մինչև Զովունի անգամ Երևան, գումարտակի հրամանատարն ու Բաղյանն են ուղեկցել հիվանդանոց։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի մասին պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության
նայրի քնչական բաժին, որտեղից իմ տեղեկություններով արդեն հիվանդանոց է մեկնել հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Տեսնում եք, բախման հետևանքով Հոնդան մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Ճանապարհը ամբողջությամբ մի քանի կիլոմետր մերկասառույց, ոչ մի աղ ու ավազ չկա լցած, մշակած չի ճանապարհը։ Սա դեպի Եղվարդ ընթացող հատվածն է, սա էլ Զովունից, որ գալիս ես Եղվարդ։ Եթե ժամանակին ճանապարհն սպասարկող ընկերությունը մշակեր, ձունը հեռացներ, աղ ու ավազ լցներ, այս ազիզորով այս մարդիկ տունը կլինեին, վթարի չեն ենթարկվի։ Իդեպ երկու ավտոմեքենաների անվադողերն էլ պարեկները ստուգել են ակնհայտ ձմեռային նոր թազա ձմեռային անվադողեր է։ Արդեն դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նայրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ամբողջ ճանապարհը մերկասառույց է։ Մերկասառույցն խոսքը չի, կարան ստե Սահադաշտի մրցույթ, Սահադաշտը բացեն ու այստեղ մրցույթ անցկացնեն։ Դու ես սառած ճամփեքին ինչ անես խերջորտը։ Նայում ես երկու ավտոյի պատիժկեքը սաղ զիմնի, ընտիր, թազա հենա, քցած պատիժկեքա։ Ինչքան էլ լավ պատիժ կալի, եթե սառույցը չեն մաքրում, վթարը ապահովված է։ Նայ լրիվ, սառած ճամփեքով մարդիկ երթևեկում են։ Ռիսորը ցլստեն։
Նայ դες բաժկի կսախ թազա է։ Էնել բա։